Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մի քանի օրինական զենք, որ կա ցանկացած որսորդի տանը։ Մանուշակագույն ծուխ, որ ազատ վաճառքի է։ Երևան քաղաքի քարտեզ, ձայնագրություններ, որոնք իրավական հիմք չունեն, թե ինչի համար է ձերբակալված, ինչի համար են ձերբակալված սրբազանները, սա Բագրատ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի արտահայտությունը, որ հենց իրենք Նիկոլի իշխանությունը 2024 թվականի դատախազությունը պատասխանել է, ասելով, որ պարզել ենք, նույն արտահայտությունների համար, որ իբրև թե հիմա ինչ-որ բան են տեսնում հիմքում, պարզել են, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաները օգտագործող իշխանությունը զավթելու ուղղված հրապարակային կոչեր, ոնց է ձեզ համար։ Հետո չգիտեմ ինչու տենց բան որոշում են կայացրել, չգիտեմ ինչու որն է, երբ որ մարդը հիստերիայի մեջ ընկած բղավում, ասում է տանենք ԱԱՑ-ի նկուղները։ Այո, խնդրեմ։ Եվ այսպես, ինչա տեղի ունեցել։ Ես հիմա ցույց կտամ պոլիփետ, ահա, սա պոլիփետ է, ժողովուրդ, տեսնում եք, չէ, մի քիչ նուրբ պոլիփետ է, կա Բագրատ Սրբազանի պոլիփետը փայտից է եղել, մերը, ինչպես տեսնում եք, պլաստմասա է, եւ այսպես, մի 2 րոպե պոլիփետը թող մնա ստեղ, բավորգան, հա, բավորգան, ուրեմն սա փաստորեն հեղաշրջման զենք է, Բագրատ Սրբազանի կեցավայրից Մեր կատե թուղթ, սպասի մի հատ բլոկնոտից մի հատ թուղթ պոկեմ, սպասի։ Հա, թուղթը պոկեք, հա։ Բանա գրած, վրան բանա գրած, նայ, պայ, ուշադիր նայ։ Այո, ուրեմն, եւ այսպես, սա պոլիփետ է, Բագրատ Սրբազանի կեցավայրից, սա թուղթ է, հայտնաբերել են եւ արգրավել են որպես հեղաշրջման զենք, այսենց հեղաշրջման զենք, պոլիփայտ Միկրովալնովկայի վառարանը, կոշիկի մի բուռ մեխեր, պոլիփետը դնենք ստեղ, որ չգան մեզ կալանավորեն որպես հեղաշրջման փորձ կատարող, արգրավել են որսորդական զենքեր օրինական, որոնցից յուրաքանչյուրի կողքը եղել է թույլտվության օրինական լիցենզիա, արգրավել են, որ սրբազան շարժման ժամանակ են մանուշակագույն ծուխը, որ անում է, որ բոլոր երեխաները բակում դրանով խաղում են, մի հատ անկապ թուղթ, որի վրա երևի այդ գրողը, հետո որ գրել տվել էր Նիկոլական լրատվամիջոցին, հաստատ հոկտեմբերյանի պլանի ազդեցության տակ էր գրել այդ հեղաշրջման պլանը, որովհետև անգամ եթե արհեստական բանականությանը հանձնարար ավելի խելամիտ պլան կգրեր իշխանությունը զավթելու, քան պոլիփեդով, կոշիկի մեխով, Բագրատ Սրբազանի միկրոալիքային վառարանով կազմակերպվող հեղաշրջումը, ինչ վերաբերում է ձայնագրություններին, որոնք ակնհայտորեն մոնտաժված ձայնագրություններ էին, ուրեմն մենք տեսել ենք, չէ, այս Նիկոլի իշխանազավթման այս տարիներին քանի տենց ձայնագրություններ ենք տեսել, որոնք ակնհայտորեն սարքված են եղել արհեստական բանականությամբ եւ ահա այս անհեթեթագույն թատրոնի արդյունքում 2 ամսով կալանավորվում է Բագրատ Սրբազանը, ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, ապա ես նայեցի այն հարցազրույցը, որտեղ Միքայել Սրբազանը բառացի ասում է նույն բառերը, ինչի համար հիմա կալանավորված է, եւ երբ որ այն հարցազրույցի համար Դանիել Իոնիսյանը, որտեղ կրկնում եմ նույն բառերն ասում, ինչի համար հիմա ինքը գտնվում է ԱԱՑ-ի պադվալում, նույն սենյակում, հա, նույն խցում Բագրատ Սրբազանի հետ, այդ ժամանակ դատախազությունը գրում է պաշտոնապես, որ Միքայել Աճապահյանի, Միքայել Սրբազանի խոսույթում հանցակազմ չկա, այսինքն Նիկոլի դատախազությունը մի տարի առաջ, տարի ու կես առաջ գտնում է, որ այդ բառերում հանցակազմ չկա, իսկ հիմա գտնում է, որ հանցակազմ կա եւ կալանավորում է Միքայել Սրբազանին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պատմության մեջ նման դեպք չի եղել, որ վեհարան մտնեն զենքով։ Անգամ 1734 թվականին, երբ որ ասպատակողները, նվաճողները Նադիր Շահը մտել է Էջմիածին,
հանելա կոշիկները Նադիր շահը արցունքով ծնկի է իջել վեհարանում եւ հայ քրիստոնյաների հետ աղոթելա եւ առաջի անգամ նիկոլիզմի դարաշրջանում զենքով մտնում են վեհարան ես նայել եմ այդ դիմակավորների եւ ԱԱԾ այդ տարբեր կալիբրի վեհարան զենքով գրողողների կեսից շատի հաստ վզին այսքան ոսկի խաչ էր իսկ իրանց այդ բիլակների վրա խաչեր էր դաջված կրկնում եմ ասպատակող նվաճող Նադիր շահը 1734 թվականին կոշիկները հանելա զենքը վայրա դրել նոր մտելա էջմիածին այո որտև աստվածավահ ա եղել ծնկի ա եկել եւ աղոթել ա հայ քրիստոնյաների հետ միասին իսկ հիմա այդ ԱԱԾ կամակատարներ որ ստեղ ընդեղ նստում եք ասում եք ինչ անենք մենք պագոնի տակ ենք մենք այլ կերպ չէիք կարող դուք պագոնի տակ չեք դուք Նիկոլի կրնկի տակ եք եւ գալու է օրը որ դուք երկու տեղից եք ձեր պատիժը ստանալու գալու է Աստծո անեծքը որ դուք զենքով մտել եք վեհարան մտել եք Աստծո տուն եւ բնականաբար ձեզանից յուրաքանչյուրը ով այդ օրը զենքով գրոհել է վեհարանի վրա ստանալու է նաեւ քրեական օրենսգրքով իր պատիժը որովհետեւ Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին անջատապետությունից եւ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր քիթը խոթել ոչ միայն վեհափարի կամ սրբազանների անկողնու մեջ հրադադար քֆուրի հրադադար հայտարարողից տեսեք ասում է հայտարարում ենք հրադադար ոչ նորմատիվ լեքսիկոնի քիչ առաջ երի գրելա կտրիչ ինչանա Ներսիսյան վերջը դու երեխա ունես թե չէ դիմելով վեհապարին պետք է չէ տանետեցությունները կրկնել հետո էլ կանգնում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը այն օրներ մի հատ գրառում է արել ասում է վեհապարի խնդիրը իմ հետ չի վեհապարի խնդիրը Աստծո հետ է որ դու Աստծո հետ ասես մատ արածներդ կարդամ դու ով ես դու ինչ ես արել ինչ հանցանքներ ես գործել քո իշխանության ժամանակ ինչ են կորցրել բայց ես հիմա կրկնում եմ երբ որ Նիկոլը գրում է որ վեհապարի խնդիրը իմ հետ չի Աստծո հետ է բա հիմա հարց եմ տալի կարող դու ես Աստվածը դու քեզ Քրիստոսի տեղն ես դրե եթե վեհապարի կամ սրբազանների խնդիրը Աստծո հետ է то դու ով ես որ քիթդ խոթում ես Աստծո եւ հայ առաքելական եկեղեցու արանքը ով ես դու ոչ միայն բարոյապես Աստծո առաջ այդ իրավունքը չունես, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ դու այդ իրավունքը չունես, մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատապետությունից եւ որևէ պետական կառույց, այդ դվում դու, որ քեզ դրել ես բեսպրեձելի տեղ, քեզ դրել ես ցարի բոգի տեղ, իրավունք չունես քո քիթը խոթելու հայ առաքելական եկեղեցու գործերի մեջ սիրելի հայրենակիցներ սա սրբապղծության վերջն է ուզում եմ հիշեցնել օրեր առաջ Վրաստանի վարչապետի ելույթը որտեղ Վրաստանի վարչապետը ասեց մենք թույլ չենք տալու որ ինչ որ մարդիկ որտեղ այնտեղ է սորոսացին ինչ ասեմ ամբարոյական պորնիկի ծնունդներ վարկաբեկում են վրաց եկեղեցին Կոբախիձեն հայտարարեց մենք թույլ չենք տալու որևէ մեկին վարկաբեկել եւ ամբողջ աշխարհն ապշաստ այսօր եկեղեցու նկատմամբ ինչ են անում այսօր Լավրովն է խոսել չկա այսպիսի բան մեկ այդպիսի այլանդակություններ անում են Ուկրաինայում այսինքն նույն ուժերն են էլի մտել նույն բանը անում են նաեւ Հայաստանում ավելին նույն Կոբախիձեն այո ինչպես արդեն ասեցի Վրաստանի վարչապետը որովհետև Սորոսացին Պորնկա ոչիլների գվարդիան Վրաստանում եւս հարձակվել է վրաց եկեղեցու վրա եւ Կոբախիձեն հայտարարեց մենք որևէ մեկին թույլ չենք տա վարկաբեկել վրաց եկեղեցին իսկ այստեղ մենք տեսնում ենք որ Նիկոլ Փաշինյանը ինքն է ուղղորդում հայ առաքելական եկեղեցու վրա այդ տեսել եք սենց բան աշխարհում չկա Հայրենակիցներ ժողովուրդ, այս ինչի ձեն չեք անում, այս ինչի եք լռում, մի հատ բացեք տեսեք ինչա կատարվում
ադրբեջանական մամուլում ասում են Նիկոլ Փաշինյան, ոնց ասեմ, ամաչում եմ հնարավոր չի կրկնել այդ բառերը։ Դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Հասկանում եք սա ինչ անդունդ է։ Հասկանում եք սա սրբապղծության վերջն է։ Չկա սենց բան աշխարհում։ Եվ Սամվել Կարապետյանի, մյուս գերիների, Սամվել Կարապետյանին Մակրոնի հայտարարությունը։ Այո, Մակրոն, այն մեր ընկերներից մեկը լավ էր գրել։ Գնա տատուտ Բրիջիդին Դոմփի։ Դու ինչ գործ ունես հայ առաքելական եկեղեցու գրոհը արդարացնում ես։ Դու ինչ գործ ունես քիթդ խոթում ես Հայաստանի Նիկոլի ոճով էլի իրան պատասխանեցիք, չէ՞, Նիկոլի ոճով։ Այդ ոճն էլ հո ինքն է բերել մեր իրատաժը։ Ո՞վ էր այդպեսի բան ասում։ Տատուն, այդ Բրիջիտ տատիկի Դոմփի։ Ես օգտագործում եմ Նիկոլի տերմինոլոգիան։ Դու ով ես, ում շունն ես, որ քիթդ խոթում ես Հայաստանի ներքին գործերի մեջ, մի հատ էլ ասում ես, որ Նիկոլը գնա առավելագույն զիջումների, ամեն ինչ անելու է, որ խաղաղության մրցանակ ստանա, էդ ահա ձեր ուզածը։ Հայաստանի պետությունը ավարտեք, Նիկոլի վզին էլ մի հատ խաղաղության Զելենսկուն կտերը տվեցիք, հսկայական Ուկրաինան դրեցիք միլիոն ու կես զոհ եւ կործանեցիք։ Սա խայտարակությունը ավելին, հիմա ես ուզում եմ դիմել այդ մտավորական կոչեցյալներին, որ վզներից բռնում տանում շպրտում են Պետրոսի եթերին եւ սրբապիղծ հայտարարություններ եք անում, գետինը մտնեք, նախորեին Էմիր Կուստուրիցան, որ հայ չի կանգնում ասում է այն հասարակությունը, որը դուրս է գալիս իր եկեղեցու դեմ, դա օրվելյան հասարակություն է, այսինքն ասում է դուք անասունների հասարակություն եք, որ մի մարդու հրահանգով դուրս եք եկել ձեր եկեղեցու դեմ։ Չէ, Ջանիկս քաղաքականության պետք չի, հիմա որ ասես կասեն Ջանիկս մենք քաղաքականության, ասես եկեղեցին է, ալո, եկեղեցին է, չէ, Ջանիկս պետք չի։ Պետք չի ասել։ Հա, իդեպ նաև հիմա գանք Սամվել Կարապետյանին, որը քիչ առաջ նորից մեկ արժանապատիվ։ Իմիջիալով Սաաթի Սպիվակովան էլ խոսեց, բա էդիկ Թոփչյան, բա ամբողջ ֆիլարմոնիկ, բա դուք չեք ամանչում, ոչ մի բան չեք ասում, հա։ Օպերային թատրոնը, Դուրգարյան, բա բան է իրանում, լացում է, ասում են, ապա շնորհակ ես հանի վռնդել են ու հիմա հասկանում են, որ շատ էլ լավ էին արել, քեզ հեռացրել էին օպերային թատրոնից, բա այնտեղից մեկը չկա, բա դուք չեք ամանչում, որ հերվից, ասենք, խոսում են բոլորը, զարմանում են, ապշած է, այս ինչ է կատարվում։ Եվ իդեպ, հիմա մի հատ ուզում եմ դիմեմ են Տաշիր մրցանակաբաշխության, ամենամյա մրցանակաբաշխության։ Նայրա, հիմա դու այդ աստղերին, երկիշներին պիտի ասես, բա այդ քո կարկառուն, որ մտավորականները, հրողների միություն, նկարիչների միություն, չգիտեմ, Մանսուրյաններ, այդ Ռազմիկ Ամյաններ մենակ է Տաշիրում երգում։ Բա մյուսների ձենը չի լսվում։ Նունե Եսայան։ Բա ուր ես աղջի։ Ուր ես։ Ուր եք բոլորը։ Չէ, մյուսները բոլորը ինչի մենակ։ Բոլորը, ես մենակ եմ։ Հələ նունեն գոնե ժամանակին ինչ որ բաներ ասում էր։ Բայց հիմա ձենը լսում եք դուք։ Լսում եք իր ձենը, իր ամուսնու ձենը, այն մյուսների ձենը։ Չէ, Սոնա է, չգիտեմ, նա դե ասեք էլի անները չգիտեմ։ Ես էլ չեմ իմանում դրանց անունները։ Ռազմիկ ինչ է, չէ, Ռազմիկը մենակ Ռազմիկ անունը։ Մարիամ, ինչ է այդ դրանց անունները, դերասանների բան, ինչ է։ Ինչ։ Արման Հովանիսյան, հա, ինչ կա։ Չում է դրանց, դրա համար անունները չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Թաթա, գլուխդ կարգավորվել։ Ինքը իր մամայի, պապայի դեմքին ժպիտատես է։ Թաթա մամայի, պապայի դեմքի ժպիտը լավ է, էլի, հա, նենց տեղը տեղին է, որ Հայաստանն էլ հանձնեն մամատ, պապատ, երևի նենց Միքայել Պողոսյան, այս իրականություն է, թե երաս, հարցակվել են մայր հայ առաքելական եկեղեցու վրա։ Միքայել Պողոսյան, նա աչքերդ են ծերացած բիձա աչքերդ մի հատ բացի տեսնենք, սա իրականություն է թե երաս։ Հիշում ես որ ասում ես սա իրականություն է թե երաս։ Հիմա ինչ է։ Արցախը չկա, իրականություն է թե երաս։ Հարցակվել են զենքով մայր տաճարի վրա։ Ինչ է։ Միքայել Պողոսյան, սա ինչ է։ Էդգար Արմեն Էլբակյան, Սունդուկյանի թատրոն, Մկրչան ես, տնորեն ես, չգիտեմ ինչ ես, դրամատիկական թատրոնի նոր իմացա, որ իր ավակ ուսուցչին, որ իրան այսպես ասած մարդ է դարձրել Արմեն Խանդիկյանը, Միքայել Սրբազանի նաև բարեկամն է, դա էլ եթե չլինի, բա ուր եք։
Հա, ձայն չկա, այստեղ էլ, սա էլ է, քաղաքականություն, լռում եք։ Ոնց որ թե վաղվա օրակարգ։ Է Կարինե Խոդիկյանը, մի հատ այդ կարկառունը, բաուր է ստիկին։ Դրամաներով, լալա առաջ կնգա ռաբիզ ամմակարդակ, ցածրակարգ, ցածրորակ, ձյոշ մոնո ներկայացումներով էլի, ասենք նենց տպված, ռաբիս, լքված, կնգա իրա ռաբիս, լալա առաջ, ինչ ասեմ, ցածրակարգ, որտեղ ոչ արվեստ կա, ոչ գրականություն կա, ոնց որ 10-րդ դասարանի լքված երեխու շարադրություն, էլի, ասենք, այդ աստիճանի ցածրակարգ, որտեղ արվեստի գրականության այսքան նշույլ անգամ Սուրեն Շահվերջյանն էլ բանով Սունդուկյանի բանի Ստանիսլավսկու թատրոնի բանն տվել ողբամ քեզ բոլորի Տիկին Թովմասյան իրանց բոլորի անարդարությունից են խոսում չէի սպասում ձեր տանը անարդարությունից այսօրվա իբր կծմծում էր ինչ-որ բաներ են խոսում բզից բռնեն շպրտեն իրանք նորից կխոսան անարդարությունից հիմա Վաղը կարծես թե արտահերտ նիստա հրավիրել Նիկոլը, որտեղ ասում էր հեսա, հեցը պտի սեփականաշնորենք, ուրեմն սիրելի հայրենակիցներ, սա դիշովի շոույա, որովհետև Հայաստանի սահմանադրությամբ, Հայաստանի ստորագրած բոլոր միջազգային պարտավորություններով չեն կարող իրանք մարդու սեփականությունը վերցնել, ավելին ես ուզում եմ հիշեցնել այն ինչ անընդհատ այս օրերին նաև այս հարթակից հնչում է Սամվել Կարապետյանը այն եզակի բարերարն է որ ասում են քրքրքորյան է 10 անգամ ավելի շատ ներդրում է արել Հայաստանի ներդրում հա բայց բարեգործությունը կրկնակի բարեգործությունը կրկնակի է արել բարեգործությունը եւ այն որ ձեզ հիմա Նիկոլը իշխանազավթում արեց դագաղներով ձեզ ասելով թալաներ լափել են Սամվել Կարապետյանը ասես լափելա մարդը հասարակ պատմում են մի հատ բլուզով գնացել է Ռուսաստան իր ամբողջ կապիտալը վաստակել է այնտեղ եւ լուր ու մունջ լուր այդ մասին կինոներ չի նկարել ու մի կոպեկա տվել չի ստիպել որ կամերայի առաջ 1000 անգամ շնորհակալություն եւ ասի դրա մասին ընդհանրապես եւ խոսի դրա մասին բերել եւ ներդրում է արել եւ հիմա Նիկոլ Փաշինյանը տարել է Սամվել Կարապետյանին կալանավորել է մեկ նախադասության համար որ Սամվել Կարապետյանը ասել է ես հայ առաքելական եկեղեցու կողքն եմ եւ մեր ձևերով իսկ Սամվել Կարապետյանի ձևը ասում եմ միայն բարեգործությունն է միայն հայ առաքելականության տարածմանը առավել նպաստելն է հայրենիքի շենացումն է Արցախի շենացումը իսկ գիտեք իրականում ինչի է կալանավորված Սամվել Կարապետյանը որտեվ Սամվել Կարապետյանը 2021 թվականի հունիսի 18-ից Ադրբեջանի Սև ցուցակի մեջ է եւ Ադրբեջանը միջազգային հետախուզումը հայտարարել Չէ, նաեւ Տիկին Զորաբյան, որովհետեւ Իվանիշվիլի կար, որ մի օր եկավ ասես, չէ, պղծելու մեր եկեղեցին, չէ, ծախելու մեր երկիրը, չէ, այդպես պատահում են, չէ, հայեր, որ մեկ էլ ասում են, մենք այդ տղեն չունենք, լավ էլ այդ տղերքը ունենք։ Այդպես չէ, էլի, որ մենակ փողոցից եկած բոմժերով լցված էս երկիրը։ Վերջաբան, վատ լուր ունեմ Նիկոլ Փաշինյանի համար Նիկոլ ինչքան էլ ասում են արդեն բերթերում տեղ չկա ինչքան էլ ազգային ժողովում բղավում է իր հեսա սաղին հավաքելու եմ տանեմ լցնեմ ԱԱՑ-ի նկուղները բոլորին էլ տանես միևնույնն է դու գնալու ես որովհետև դու հայ ժողովրդի պատմության մեջ ամենաատելի մարդն ես քո ռեժիմը ամենաատելի ռեժիմն է դու չես կարողանալու ֆեյքերով քո իշխանությունը հիմա հիմնված է քո կերակրատաշտից օգտվողների եւ ֆեյքերի վրա ֆեյքով դու իշխանություն չես կարողանալու պահել բոլորին կալանավորելով բոլորին բերթերը լցնելով դու իշխանություն չես կարողանալու պահել դա ուղղակի հնարավոր չի եւ եթե քո կողքը մի հատ գրագետ կամ կիսագրագետ քաղաքագետ լիներ քեզ կբացատրեր որ երբ որ ղեկավարը դիմում է այլևս նման տոտալ բռնաճնշումների արա Ռոստոմյանին գիտեք ինչ են ասել արա Ռոստոմյանի մեղադրանքի մի
իմաստն էլ էնա, ուրեմն հակաիշխանական հայացք ունենալ, Արա Ռոստոմյանը հիշեցնեմ զոհվածի հայրը, այսինքն բոլորը պիտի իշխանական հայացք ունենան, ով չի ասում օ Նիկոլ, օ Բենամուկի, սաղին պիտի տանեք կալանավորեք են, Լիդիա Մանթաշյանին ինչի եք կալանավորել, Լիդիայից ավելի խաղաղ, ավելի հանգիստ, ավելի աստվածավախ, ավելի հանդուրժող մարդ ես չեմ տեսել, դե եթե Բակրատ Սրբազանը պոլիպեդով ու բանով, կոշիկի մեխով պտի իշխանա զավթում աներ, երևի Լիդիան էլ, ասենք ավետարանով, հա, պտի իշխանա զավթում աներ, Նիկոլ, դու շատ սահուն կերպով ինքդ արագացնում ես քո ֆինալը, Նիկոլիզմի վաղճանը մոտա, ժողովուրդ չվախենակ, Աստծո հետ կռվում դեռ որևէ մեկը Աստծո հետ կռվում որևէ մեկը չի հաղթել, Նիկոլը ուզում է Աստծո տունը քանդելով, այսինքն ամեն մեկից տունը քանդելով, այդ որևէ մեկ այդ չի կարող մնալ, չկա տենց բան, կա բնության, եթե Աստծո օրենքներին չեք հավատում, կա բնության օրենքներ, կան չգրված օրենքներ, չի լինում այդպես։ Եվ այո Եվ ինչ ես արել դու մի հատ թույլ տվեք կարդամ էլի Էդգար առանձնացրել է Ղազարյան եւ մեր ազգակործան պատուհասը ինչպես շատ դիպուկ Լևոն Տեր-Պետրոսյանը բնութագրել իսկ Սրբազանն էլ ինչ ասեց սափրված ծաղրացու ինչ է արել ինչ է առանձնացրել Էդգարը ինչ է արել էս ազգակործան պատուհասը այն որ ճիշտ տեղում տեղավորում է իրան Նայարան 2018 թվականի մայիս գործադիր իշխանության զավթում 2018 թվականի սեպտեմբեր Երևան քաղաքի իշխանության զավթում 2018 թվականի դեկտեմբեր օրենսդիր իշխանության զավթում 2020 թվականի մայիս Արցախում օրենսդիր եւ գործադիր իշխանության զավթում 2020 թվականի սեպտեմբեր դատական իշխանության զավթում 2020 թվականի սեպտեմբեր պատերազմ 2020 թվականի նոյեմբեր կապիտուլացիա 2021 թվականի հունիս իշխանության վերազավթում 2022 թվականի սեպտեմբեր նոր պատերազմ Հայաստանում 2022 թվականի հոկտեմբեր Արցախի հանձնում Ադրբեջանին Արցախը Ադրբեջանը եւ վերջ հիշում եք չէ 2023 թվականի սեպտեմբեր Արցախի հայաթափություն եւ ամբողջական հանձնում 2024 թվականի օգոստոս Տավուշի հանձնում 2025 թվականի հունիս հոգեվոր իշխանության զավթում ամենակարևորներից մեկը այս շրջանում նաև 285 եկեղեցու տապալում եւ հանձնում ահա թե ով է ազգակործան պատուհասը մի բան փոխանցեմ ձեզ որ հուսահատության մեջ չլինեք, եթե նկատել եք եկեղեցու վրա գրոհից հետո նորից ուրեմն տեսնում եք սոցիալական հարթակներում Նիկոլին պաշտպանող եկեղեցուն հայհոյող հավաստի տեղեկություն են փոխանցում ձեզ մի քանի 100,000 ֆեյքեր են ակտիվացրել որ մտնում եք էջերը ձեզ թվում է իրական մարդիկ են ոչ իրական մարդկանց անուն ազգանուններով ավելին ես եւ Տիկին Թովմասյանը Գյումրիում էինք այնտեղ պատմեցին որ կոնկրետ աշխատավարձ է ստանում այդ մարդիկ հրաժարվել են եղել որ ասել են եկեղեցու դեմ այդ մարդիկ հրաժարվել են այո ասել են փողը տանք գրեք հայհոյեք իմացեք այս ֆոնը որ սոցիալական ցանցերում ստեղծել են որ իբր Նիկոլի այս ակցիան եկեղեցու դեմ պաշտպանողներ կան Նիկոլի օլիգարխներին պարտադրված է ամեն մեկը 100,000-ներով բացել ֆեյքեր բոլորի էջերի տակ, որ հիմա մտնեք իմ TikTok-ը եւ Insta-ն, կտեսնեք, մի հատ նյութ եմ դնում, մի անգամից կնոպկայով նույն բառերը տասնյակ ֆեյքեր գրում են, բայց առը ձեզ Իրանք գրում են, հետո պտի սկրին անեն, ուղարկեն, որ փող ստանան, չեք հասցնում, որտեվ իմ TikTok-ը եւ Insta-ն այն ռեժիմի վրա է դրած շներ, շնաբարո պորնիկներ, որ ինչքան հայհոյան գրում եք, մի վարկյանում դա բլոկվում է, չեք էլ հասցնում, տանեք ձեր տերերին ցույց տալ, մտածում եք գիշերը կգրեք, գիշերն էլ ես կոմենտների բաժինը անջատում եմ, պորնիկ շներ, որ չկարողանաք հաճալ եւ ձեր փողը պղծության փողը ստանալ, ժողովուրդ չվախենակ, դրանք բոլորը ֆեյքեր են եւ դրանք բոլորը մարդիկ են, ովքեր հայհոյելու համար աշխատավարձ են ստանում, չունի Նիկոլ Փաշինյանը աջակցություն եւ Նիկոլ Փաշինյանը այդ մասին շատ լավ գիտի։
Շնորհակալություն եւ չենք մոռանում Բաքվի բանտում շարունակում են մնալ մեր նախագահները, մեր գեներալները Հայաստանի սցենարը մի բանտում էլ, այո, Սամվել Կարապետյանը այստեղ է, հիշեք, այս վիճակում միլիարդեր մարդ, որ 1 միլիարդի միայն բարերարություն է արել Հայաստանի Հանրապետության համար, իսկ որ շատ բան է արել, որ գերիներին ազատագրեն, ինքը այդ վիճակում ԱԱՑ-ի նկուղից գրում է պայքարելու ենք, այսօր էլ 8-րդ մասն է, ուղղակի մենք ժամանակ չունենք, կարճ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում ուժգին մեջբերում եմ անում Սամվել Կարապետյանի խոսքերը, ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին, հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, հերոս զինվորները մեկուսացված հաշմանդամության ունեցողների, հերոսացին մայրերը, բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող արցախցիները, անտուն փախստականների, երիտասարդներն ուսանողները, չկողնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը հայրենիքը լքելն է, բիզնեսը մասնավոր ոլորտը վերածված են քերելու առարկայի, իսկ գործարարներին թշնամու, դրանով այս եւ այլն շատ ճշգրիտ գնահատականներ է տալիս առողջը եւ ամենակարևորը վերջում ինչ են ասում էր սրբազանները եւ բանտում գտնվողները եւ Սամվել Կարապետյանը պայքարելու ենք։ Շնորհակալություն։ Ես եմ